Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1613-րդ օրն է, ագրեսոր երկրին հասցվող հարվածների թիվն օրեցօր ավելանում է և հուսով եմ մեր տելեգրամյան ալիքի բաժանորդները արդեն հասցրել են վայելել օկուպացված տարածքներում և բուն Ռուսաստանի տարածքում ռուսական ռազմական և ռազմավարական օբյեկտների ոչնչացման կադրերը։ Իդեպ Սու-57 կործանիչի պատմությանը անդրադառնանք, որի խոցման մասին ես ձեզ պատմեցի նախորդ թողարկմանը, պարզվում է Մոսկվայի մարզում այս թանկարժեք կործանիչի անկումը ոչ թե սովորական տեխնիկական խոտան էր կամ պատահական բարեկամական կրակ, այլ ուկրաինական հատուկ ծառայությունների հանճարեղ կիբերգործողության արդյունք։ Ի հայտ են եկել այս գերժամանակակից ինքնաթիռի կործանման ցնցող մանրամասներ, դա ուկրաինական հատուկ ծառայությունների հանճարեղ գործողություններ, ինչպես հայտնում են Ինֆորմ Նապալմի օսինթ վերլուծաբանները, ուկրաինացի կիբերմասնագետներին հաջողվել է կոտրել և ներթափանցել Մոսկվայի պաշտպանության համար ստեղծված Բարս Մոսկվա հոբհամակարգի ծրագրային ապահովման մեջ։ Ուկրաինական կողմը ոչ միայն ստացել է հակառակորդի մարտական ալգորիթմներն ու համակարգի բոլոր խոցելի կողմերը, այլև կարողացել է կիբերմիջամտության միջոցով ուղղակիորեն ազդել ռուսական հոբհաշվարկի աշխատանքի վրա։ Արդյունքում ռուսական հակաօդային պաշտպանությունը սեփական մայրաքաղաքը պաշտպանելու փոխարեն վերածվել է սեփական էլիտար ավիացիան ոչնչացնելու գործիք։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շտապել է ամեն ինչ բարդել տեխնիկական անսարքության վրա, սակայն ռուսական Z տիրույթում արդեն իսկական խուճապ է ու մեղադրանքներ են հնչում սաբոտաժի վերաբերյալ։ Ուկրաինան հերթական անգամ ապացուցեց, որ ի վիճակի է ռուսական զենքը շրջել իրենց հենց ռուսների դեմ։ Հուսամ նոր մանրամասներ կլինեն, սա օսինթ վերլուծաբանների տվյալներն են։ Ինքնաթիռի խոցումը կարծես մեծ պրոբլեմների ազդանշան էր Ռուսաստանի համար։ Լույս ուրբաթի գիշերը Ռուսաստանում շատերը կհիշեն որպես ապոկալիպսիսի գիշեր։ Ուկրաինական բանակը հրդեհի բոցեր վառեց օկուպացված Ղրիմից մինչև Սանկտ Պետերբուրգ, Տվեր և Կիրով։ Բացառություն չէր նաև լույս շաբաթի գիշերը։ Ուկրաինան քայլ առ քայլ մեծացնում է ճնշումը Պուտինյան Ռուսաստանի վրա։ Ամեն ինչ սկսվեց ուրբաթ օրվա հարվածներին, լույս շաբաթ գիշերը ավելացան Բելգրադը, Ռոստովը, բայց այս մասին քիչ հետո կխոսեմ, քանի որ հարվածների մասին տեղեկատվությունը ծավալուն է։ Ռուսական ռազմական մեքենան վերածվում է փոշու, իսկ նրա էլիտար ստորաբաժանումները փաստացի դադարել են գոյություն ունենալ։ Ամերիկյան քաղաքական դաշտից միանգամից երկու աղմկահարույց հայտարարություն է հնչել ռազմաճակատում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ամերիկյան պաշտպանության նախկին նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ Ուկրաինան գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Ռուսաստանի հատուկ գործողությունների ուժերը, զրկելով Կրեմլին ժամանակակից մանևրային պատերազմ վարելու հնարավորությունից։ Իսկ հանրապետական սենատոր Դեվիդ Մաքքորմիկը հրապարակել է շատերի համար սահմռկեցուցիչ վիճակագրություն, նշելով, որ 22 թվականից ի վեր ռուսական կողմի ընդհանուր կորուստները հասել են շուրջ 1.4 միլիոն մարդու։ Դե մեր լսարանի համար սա նորություն չէ։ Ամերիկացի օրենսդիրների կարծիքով Սպիտակ տունը պետք է օգտագործի Ռուսաստանի այս թուլությունը Թրամփի խաղաղություն ուժի միջոցով թեզն առաջ տանելու համար։ Ուկրաինական հեռահար զենքն օրեցօր ավելի խորն է թափանցում Ռուսաստանի թիկունք, քանդելով թե Կրեմլի ռազմական մեքենան, թե երկրի տնտեսական լոգիստիկան։ Իսկական աղետալի էր Կիրովի մարզում ուկրաինական անօդաչուներն ու ֆլամինգո հրթիռները հաղթահարել են ավելի քան 1500 կիլոմետր և ճշգրիտ հարված հասցրել Ալմազանտեի համերկրության մեջ մտնող Ավիտեկ ռազմական գործարանին։ Այս ձեռնարկությունը ռուսական հոբհամակարգերի, այդ թվում Կինժալ և Տոր հրթիռների, ինչպես նաև կործանիչների կատապուլտների գլխավոր արտադրողն է։ Հարվածը հասցվել է հենց գիշերային հերթափոխի ժամանակ, երբ բանվորները աշխատավայրերում հրթիռներ էին ստեղծում, իսկ օդային տագնապի ազդանշանը նույնիսկ չեն միացրել Ռուսաստանում։ Տեղական իշխանությունները փորձում են թաքցնել աղետի իրական մասշտաբները, խոսելով ընդամենը 6 զոհի մասին, սակայն օսինթ վերլուծաբանները հայտնում են առնվազն 30 սպանված հերթափոխի աշխատակիցների և 80-ից ավելի վիրավորների մասին, իսկ տեղի հիվանդանոցները ծայրահեղ գերբեռնված են։ Մարզպետ Սակալովը անցել է բացահայտ սպառնալիքների, խոստանալով քրեական գործեր հարուցել բոլոր նրանց դեմ, ովքեր համացանցում կտարածեն հարվածների հետևանքների տեսանյութերը, բայց ինձ թվում է նա մի փոքր ուշացել է։ Բոլոր հնարավոր կադրերը արդեն մեր տելեգրամում են։
բայց ուրբաթ գիշերվա մղձավանջը այսքանով չի սահմանափակվել։ Միևնույն ժամանակ ուկրաինական ուժերը կաթվածահար են արել Ռուսաստանի խոշորագույն Marketplace-ի Wildberries-ի ողջ ենթակառուցվածքները, հարվածներ են հասցվել Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Նովոսարատովկայի հսկայական լոգիստիկ կենտրոնին, որն օգտագործվում էր ռազմարդյունաբերական համալիրի շահերի համար, ինչպես նաև օկուպացված Սիմֆերոպոլի պահեստներին։ Հարվածը միայն Նովոսարատովկայում չէր, Շուշարիում էլ էր։ Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինան շարքից է հանել Ռուսաստանի Wildberries-ի պահեստային տարածքների 8%-ից ավելը։ Ռուսական բիզնեսի ուղղակի ֆինանսական կորուստներն արդեն գերազանցել են 1 միլիարդ 200 միլիոն դոլարը, դա մինչև շաբաթ օրվա դրությամբ, իսկ ընկերության լոգիստիկ ցանցը երկրի արևմտյան հատվածում ամբողջությամբ կարծես կազմալուծված է։ Կիևը հստակ ցույց է տալիս, որ պատերազմի գինը Ռուսաստանի համար դառնում է անտանելի թե ռազմաճակատում եւ թե տնտեսության մեջ։ Ղրիմը, Տվերը եւ Պետերբուրգը հրդեհվել են գրեթե միաժամանակ, Սիմֆերոպոլում պահեստները տարհանվել են արտակարգ ռեժիմով, իսկ Տվերում տեղի բնակիչները մինչև առավոտ հետևել են պայթյուններից առաջացած ծխի հսկայական սյանը։ Օկուպացված Ղրիմում բարի դրոնները նաեւ բլեքաութ են առաջացրել էլեկտրակայաններում եւ հիմնահատակ այրել Սիմֆերոպոլի տեսակավորման կենտրոնը, որի հրդեհը հստակ երևում է անգամ տիեզերքից, իսկ Տվերի մոտ հարվածի տակ է հայտնվել հերթական լոգիստիկ հանգույցը, որը բռնկվել է գիշերվա ժամը 2-ից անմիջապես հետո։ Ովքեր չեն տեսել կադրերը, ասեմ, որ բոլոր հնարավոր տեսանյութերն ու լուսանկարները մեր տելեգրամյան ալիքում են։ Ուկրաինական հարվածները կաթվածահար են արել նաև Ռուսաստանի նավթային հզորությունները Սևծովում։ Ուկրաինական անօդաչուների հերթական հաջողված գրոհից հետո ամբողջությամբ դադարել է Նովորոսիիսկի Շեսխերիս նավթային տերմինալի աշխատանքը, որը հանդիսանում է Ռուսաստանի խոշորագույն նավթային նավահանգիստը Սևծովում։ Տերմինալը լիովին դադարեցրել է նավթի բարձումը տանկերների վրա, ինչը կապված չէ եղանակային պայմանների հետ, քանի որ փոթորիկի նախազգուշացումը տրվել է միայն հարվածից 2 օր անց։ Սա իսկական տնտեսական նոկաուտ է Կրեմլի համար։ Այս տերմինալով օրական անցնում էր շուրջ 650 հազար բարել նավթ, ինչը կազմում է Ռուսաստանի ողջ նավթային արտահանման ուղիղ 1/5 մասը։ Շեսխարիսի կանգառը փաստացի կաթվածահար է արել ռուսական բյուջեի գլխավոր եկամտի աղբյուրը, իսկ Ռուսաստանի իշխանությունները արդեն ստիպված են եղել Սևծովի իրենց ջրերը հայտարարել նավագնացության համար վտանգավոր գոտի։ Պատերազմն ավելի ու ավելի խորն է հարվածում Ռուսաստանի տնտեսական սրտին, դե իրենք ուզում էին մեր Օդեսայի նավագնացությունը խափանել, այնպես չէ, որ մենք պետք է նստեինք եւ նայեինք։ Սակայն ռուսական կողմը չի դադարեցնում իր արյունալի ահաբեկչությունը։ Ուրբաթ օրը ուղիղ կեսօրին թշնամին իրականացրել է վերջին շրջանի երևի թե ամենացինիկ հարձակումներից մեկը։ Կուրսկի եւ Բրյանսկի շրջաններից Իսկանդեր եւ Ցիրկոն տեսակի բալիստիկ եւ հիպերձայնային հրթիռներ արձակելով Կիևի եւ Կիևի մարզի ուղղությամբ, հիմնական հարվածը բաժին է ընկել Կիևի մարզի մասնավոր պոլիգոններից մեկին, որտեղ այդ պահին անցկացվում էր անօդաչու թռչող սարքերի եւ պաշտպանական արդյունաբերության ցուցահանդես, մասնավոր ցուցահանդես էր, մասշտաբը ինչ էր, բայց այնուամենայնիվ զոհերի թիվը քիչ չէ։ Հրթիռային տագնապը հայտարարվել է պայթյուններից մի քանի րոպե առաջ եւ մարդիկ չեն հասցրել թաքնվել, բալիստիկան շատ արագ է թռչում։ Հարվածի հետևանքով զոհվել է 10 մարդ Կիևի մարզում, իսկ վիրավորների թիվը հասնում է շուրջ 100-ի։ Տեղում վնասվել են նաեւ տասնյակ բնակելի տներ եւ մեքենաներ։ Հուլիսի 25-ին Կիևի մարզում պաշտոնապես սգո օր է հայտարարված։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը արդեն քրեական գործ է հարուցել, հետաքննելով ռազմական դրության պայմաններում նման միջոցառման կազմակերպման անվտանգության կանոնների խախտումը։ Կրեմլը չկարողացավ պաշտպանել սեփական թիկունքն ու ռազմական գործարանները, բայց շարունակում է իր ողջ կատաղությունը թափել թիրախային հարվածներով, փորձելով կոտրել Ուկրաինայի պաշտպանության ներուժը։ Իհարկե անհույս են Կրեմլի նման այս քայլերը, բայց երևի թե Պուտինը սա անելու է մինչև վերջին օրը։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակվամ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաև, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր տելեգրամյան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է բոլոր մեր եթերների նկարագրության մեջ եւ մեր բոլոր եթերների մեկնաբանությունների ամենավերևում եմ ամրացնում, այնպես որ բաժանորդագրվեք նաև մեր տելեգրամին եւ տարածեք նյութերը, հասանք ռազմաճակատի թվերի բաժնին։
Երկու օրում գրեթե 3000 զինվոր է կորցրել Պուտինը, անցած 2 օրվա ընթացքում ռազմաճակատում տեղի ունեցել 463 մարտական բախում, որոնց ընթացքում ուկրաինական մարտիկները ոչնչացրել են ևս 2860 Պուտինի օկուպանտի, նաև 2 օրվա ընթացքում ոչնչացվել է թշնամու ավելի քան 4607 միավոր տեխնիկա եւ սպառազինություն, ռելիզները ձեր էկրաններին են, լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի ընդհանուր կորուստների թիվը հասել է արդեն 1,437,550-ի, մինչ այսօրվա Եկատերինբուրգի եւ Թյումենի հարվածների թեմային անցնելը պետք է նշել, որ կարծես Պետերբուրգին հասցված հարվածը շատ է տպավորվել ռուսաստանցիների մոտ, արդեն տարատեսակ լեգենդներ են շրջանառվում, ստուգված տեղեկատվությունը հաստատում է, որ Շուշարիի, ինչպես նաև Նավասարատովկայի պահեստային համալիրները հարվածի են ենթարկվել, մեր տելեգրամում տեղադրված կադրերով նաև ապացուցված է, որ հարվածները եղել են երկու կենտրոններին, Շուշարիի հարվածաշարի ընթացքում պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ծանր հարված է հասցվել ռուսական մեկ այլ առևտրային հսկայի Օզոնի լոգիստիկ համակարգին, Սանկտ Պետերբուրգի Ուտկինազավեց արդյունաբերական գոտում ուկրաինական դրոնները ոչնչացրել են ոչ միայն Վայլբերիսի, այլև Օզոնի հսկայական պահեստները, քանի որ դրանք գտնվում էին իրար կողք։ Կրակը պատել է միանգամից մի քանի առանձին շենքեր, այդ թվում Պետրովիչ շինարարական ընկերության բաշխիչ կենտրոնը։ Ռուսական շուկայում հիմա իսկական խուճապ է, այս երկու մարքեթփլեյսները միասին վերահսկում են Ռուսաստանի ողջ օնլայն առևտրի գրեթե 80%-ը։ Ամենախնդրահարույցը այն է, որ երկու ընկերություններն էլ վերջերս գաղտնի փոխել էին իրենց պայմանագրերը, հրաժարվելով վաճառողներին փոխհատուցել դրոնների հարվածներից հրդեհված ապրանքների արժեքը։ Ուկրաինան փաստացի մեկ հարվածով տնտեսական նոկաուտի է ենթարկում ռուսական փոքր եւ միջին բիզնեսին, որը ֆինանսավորում է պատերազմը, իսկ Օզոնի բաժնետոմսերը միջազգային բորսաներում նույնպես արդեն գահավիժում են։ Հեղինակավոր Financial Times պարբերականը իր վերջին հոդվածում բացահայտում է, որ Ուկրաինան գտել է պուտինյան տնտեսության ամենախոցելի կետը, ըստ պարբերականի Վալդբերիսի պահեստների հրդեհները Ռուսաստանին միլիարդավոր դոլարների մեծ վնաս են հասցնում։ Ուկրաինան այս գրոհները հայտարարում է նաև որպես ուղիղ պատասխան ուկրաինական Նովայա Պոչտայի պահեստների ռուսական ռմբակոծություններին, բայց իհարկե մեր հարվածը ասիմետրիկ է, Ռուսաստանին շատ ավելի մեծ մասշտաբների վնաս է հասցվում։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ հենց այդ մարքեթփլեյսի լոգիստիկ ցանցով է ռուսական բանակը մինչ օրս ստացել դրոնների բաղադրիչներ եւ նավիգացիոն սարքավորումներ։ Այս արշավի հետևանքները շուտով տնտեսական դոմինոյի էֆեկտ կունենան ողջ Ռուսաստանում, քանի որ հազարավոր ռուս վաճառողների սպասվում է անխուսափելի սնանկացում, իսկ իրավիճակը կատարյալ թակարդ է դարձել բիզնեսի համար։ Պուտինյան տնտեսության թիկունքը ճաքեր է տալիս հենց մեր աչքի առաջ, նշում է Financial Times-ը։ Մինչ ռուսական տնտեսությունն ու ռազմական գործարանները հրդեհվում են, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել հայտարարությամբ հղում անելով հետախուզության հստակ տվյալներին, ըստ Զելենսկու Կրեմլը պատրաստվում է նոր զանգվածային զորահավաքի, որը նախատեսում է իրականացնել արդեն այս տարվա աշնանը։ Ռուսաստանի իշխանությունները ծրագրում են բանակ զորակոչել ևս մի քանի 100,000 մարդ, ռազմաճակատում կրած հսկայական կորուստները լրացնելու եւ նոր հարձակողական գործողություններ ծավալելու համար, սակայն Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ Կիևը գիտի թշնամու բոլոր քայլերը եւ պատրաստ է ցանկացած սցենարի։ Այս նոր զորահավաքը միայն կխորացնի Ռուսաստանի ներքին ճգնաժամը, քանի որ Մոսկվան այլևս ի վիճակի չէ ոչ միայն պաշտպանել սեփական երկինքը, այլև ապահովել սեփական զորքերի որակյալ պատրաստությունը։ Իմ կողմից Ուկրաինայի նախագահի խոսքին ավելացնեմ, որ մեզ Ռուսաստանում լսողները պետք է հիմա իրենց գլխի ճարը տեսնեն, հետո նորից չասեն, թե չգիտեին։ Խնդրում եմ մեր եթերը լավ տարածեք, թող ավելի շատ մարդ իմանա եւ փորձեն փրկվել, չգնան ռուսական բանակ, որքան Պուտինի գործերը վատ գնա, այնքան նա ավելի ոչ ադեկվատ քայլերի է գնալու։ Երկու բառ Թրամփից եւ Էրդողանից խոսանք։ Թուրքիան դեռևս չի կարող ստանալ ամերիկյան F-35 կործանիչները։ ԱՄՆ պետդեպարտամենտը պաշտոնապես հայտարարել է, որ Անկարան դեռևս չի կատարել այն իրավական պահանջները, որոնք անհրաժեշտ են կործանիչների ամերիկյան ծրագրին Թուրքիայի մասնակցությունը վերականգնելու համար։ F-35 ծրագիրը վերադառնալը Անկարայի գլխավոր առաջնահերթություններից է, հատկապես այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում խոստացավ, որ կաջակցի
հարցրեցի Էրդողանին այդ հարցում, եթե հիշում եք, ես անմիջապես իմ եթերում ասացի, որ Թրամփի խոստումը այս հարցում պարզապես քաղաքավարության նշան է, որ պետք չէ սպասել ինչ-որ լուրջ գործողությունների։ Հիշեցնեմ, որ Թուրքիան F-35 ծրագրից հեռացվել է 20 թվականին ռուսական S-400 հոբ համակարգեր գնելու օֆիցիալ պատճառով, բայց իրականում պատճառները շատ են, որպեսզի հարթի իր վերադարձի ճանապարհը թուրքական կողմը այժմ նույնիսկ գաղտնի բանակցություններ է վարում Պարսից ծոցի երկրներից մեկի հետ այդ ռուսական համակարգերը նրանց վերավաճառելու նպատակով, սակայն Վաշինգտոնը դեռևս անդրդվել է։ Կոնգրեսական Ուեսլի Բելին ուղված պետ դեպի նամակում հստակ նշված է, որ S-400-ների հարցի կարգավորմանը ուղված ցանկացած գործընթաց պետք է լինի բացառապես թափանցիկ եւ օրինական, իսկ Անկարան առայժմ չի բավարարում ամերիկյան օրենսդրության պայմաններին։ Թրամփի աջակցությունը դեռ բավարար չէ ռուսական զենքի գործարքի հետևանքները մաքրելու համար, ինչպես ես արդեն նշել էի իմ նախորդ թողարկումներում, մեկ բան է Թրամփի խոստումները կամ սիրալիր հայտարարությունները եւ բոլորովին այլ բան է ամերիկյան իրական պրագմատիկ քաղաքականությունը։ Վաշինգտոնը շարունակում է Էրդողանին պահել կարճ կապի վրա, նա կարոտ կմպավատք է, հա։ Ամերիկյան պետական մեքենան հստակ հասկացնում է Անկարային, որ նույնիսկ Սպիտակ տան ղեկավարի բարյացակամությունը չի բացում դռները Էրդողանի առաջ։ Էրդողանը ստիպված է լինելու մինչև վերջ կատարել Վաշինգտոնի բոլոր իրավական պայմանները, իսկ հետո Էրդողանը Վաշինգտոնից կստանա նոր պահանջներ կատարելու համար եւ այսպես մինչև Էրդողանի իշխանավորման վերջ։ Իդեպ Ամերիկան պատժում է նաև թուրքական ընկերությանը պատժամիջոցները շրջանցելու հարցում Իրանին օգնելու համար, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Գերատեսչության հայտարարության համաձայն պատժամիջոցները տարածվել են իրանական Dot1 կոնգլոմերատի մեջ մտնող կառույցների, ինչպես նաև Թուրքիայում եւ Միացյալ Արաբական Էմիրություններում գրանցված մի քանի ընկերությունների վրա, որոնք Վաշինգտոնի տվյալներով աջակցել են Զանջանի հետ կապված եւ արդեն իսկ պատժամիջոցների տակ գտնվող թվային բորսաների գործունեությունը։ Սահմանափակումներ են մտցվել նաև այդ ընկերությունների ղեկավարների նկատմամբ։ Հասանք մեր եթերի ձեր ամենասիրած հատվածին։ Ուկրաինական պաշտպանության ուժերը լույս շաբաթ գիշերը պարզապես ջնջել են հեռավորության բոլոր սահմանները, հասնելով Ռուսաստանի ամենախորը թիկունքային գոտիներ։ Սահմանված է նոր ռեկորդ, ուկրաինական դրոնները հաղթահարել են ավելի քան 2000 կիլոմետր եւ երրորդ անգամ հուժկ ու հարված հասցնելով կրակի մատնել Արևմտյան Սիբիրի խոշորագույն նավթային հզորություններից մեկը՝ Տյումենի նավթավերամշակման գործարանը։ Միևնույն ժամանակ պայթյունների ձայնը լսվել է նաև Ուրալում սահմանից 1750 կիլոմետր հեռավորության վրա թիրախավորվել է Եկատերինբուրգի Վայլդբերիսի լոգիստիկ հաբը, որտեղ նույնպես խոշոր հրդեհ է բռնկվել։ Իսկական դժոխք է եղել նաև Սարատովի մարզի Էնգելս քաղաքում, որտեղ գտնվում է Ուկրաինան ռմբակոծող Tu-95MS եւ Tu-160 ռազմավարական ինքնաթիռների գլխավոր ավիաբազան։ Այնտեղ հարվածից հետո հսկայական հրդեհ է սկսվել ռուսական ծանր ռմբակոծիչ ավիադիվիզիայի շտաբի տարածքում։ Սրան զուգահեռ հրթիռների եւ դրոնների massայական տարափ է տեղացել Ռոստովի մարզում։ Տեղի մարզպետ Սլյուսարը ստիպված է եղել ընդունել, որ պայթյուններ են որոտացել հենց Դոնի Ռոստովում, Ազովում եւ այլ շրջաններում, շարքից անելով կոմերցիոն պահեստներն ու սահմանային անցակետերի ենթակառուցվածքները։ Պուտինյան հոպը այլևս ի վիճակի չէ պաշտպանել նույնիսկ սեփական ռազմավարական օբյեկտները։ Բացի այդ, նոր մանրամասներ են հայտնի դարձել Կասպից ծովում եւ Ռոստովում Ուկրաինայի անվտանգության ծառայության իրականացրած հատուկ գործողությունից հեռահար դրոնները հերթական հաջողված հարվածն են հասցրել Կասպից ծովի ջրատարածքում գտնվող Ֆիլանովսկու նավթարդյունը հանող հարթակին։ Ավելի ուշագրավ է այն, որ SBU-ին հաջողվել է խոցել միջազգային պատժամիջոցների տակ գտնվող եւ Իրանից Ռուսաստան ռազմական բեռներ տեղափոխող երկու խոշոր նավեր՝ Port Olia 2-ը եւ Bigeye, ինչպես նաեւ Մոլնիա նախագծի ռազմական հրթիռային կետերը։ Միևնույն ժամանակ Դոնի Ռոստովում ուկրաինական դրոնները կուրացրել են ռուսական հոբ համակարգը, ճշգրիտ հարվածով խոցել S-400 Triumph համակարգի գլխավոր բաղադրիչը 92N6E բազմաֆունկցիոնալ ռադիոլոկացիոն կայանն ու դրա անտենային աշտարակը։ Նույն գործողության ընթացքում մոխրի են վերածվել Tor M2 հոբ համակարգը, Polye-21 ռադիոէլեկտրոնային պայքարի կայանը եւ ռուսական FPV դրոնների միանգամից
երկու պահեստ, այս ամենին զուգահեռ անօդաչուների զանգվածային տարափ է տեղացել սահմանամերձ Բելգրադում, ինչպես արդեն ասացի, տեղական իշխանությունների հաղորդմամբ քաղաքում հրդեհվել են խոշոր լոգիստիկ պահեստներ, սակայն հիմնական վնասը հասցվել է էներգետիկ ենթակառուցվածքներին, Յուժնայա էլեկտրական ենթակայանի եւ Լուչ ջեկի տարածքում բռնկված հրդեհներից հետո քաղաքի մի քանի թաղամասեր մնացել են առանց լույսի եւ ջրի, դե իսկ Ղրիմի մասով վստահ եմ կադրերը նույնպես տեսել եք մեր Telegram-ում, շարունակվում են հարվածները լոգիստիկ հանգույցներին եւ էներգետիկ համակարգին, սա եւս մեկ հաստատում է, որ Ուկրաինան անցել է Ռուսաստանի ռազմական եւ տնտեսական թիկունքի համակարգված ոչնչացմանը, ինչպես անցած եթերում ասացի, սա աննախադեպ էսկալացիա է եւ այս հեռահար ռեկորդները պատահականություն չեն։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկացի լրագրող Լորա Լումերին տված հարցազրույցում բացահայտել է Կիևի ռազմավարական ծրագրերը։ Զելենսկու խոսքով այսօր ուկրաինական բանակը արդեն ունի ավելի քան 3000 կիլոմետր հեռահարության դրոններ, մինչև տարեվերջ այդ նախագիծը կհասնի 4000-ի, իսկ արդեն 27 թվականին Ուկրաինան կունենա մինչև 10000 կիլոմետր հեռահարության դրոններ, ավելին Կիևը պատրաստվում է անօդաչուների արտադրության գործարան հիմնել հենց Միացյալ Նահանգներում։ Ռուսաստանի խորը թիկունքի ոչնչացումը այլևս դրվել է պրոֆեսիոնալ ռազմական ռելսերի վրա։ Ուկրաինայում պաշտոնապես ստեղծվել է Ռուսաստանի վրա հեռահար ազդեցության հատուկ հրամանատարություն, որի միակ նպատակն է հարվածել թշնամու ռազմավարական օբյեկտներին հենց այնտեղ, որտեղից նրանք պատերազմ են բերում Ուկրաինա։ Եվ Թյումենի ու Ուրալի վերջին բռնկումները ցույց են տալիս, որ այս նոր հրամանատարությունը իր գործն անում է անթերի։ Ռուսաստանի հրթիռային արդյունաբերության համար հաջորդ ծանր հարվածը հասել է արդեն Բելարուսի տարածք։ Ուրբաթ օրը Մինսկում պայթյուն է որոտացել, ինչից հետո հսկայական հրդեհ է բռնկվել ինտեգրալ գործարանում։ Այս ձեռնարկությունը Պուտինյան բանակի համար ունի կրիտիկական նշանակություն, քանի որ հենց այստեղ են արտադրվում այն միկրոսխեմաներն ու էլեկտրոնային բաղադրիչները, որոնք տեղադրվում են ռուսական թևավոր եւ բալիստիկ հրթիռների վրա։ Դեպքի վայր են շարժվել տասնյակ շտաբ օգնության եւ հրշեջ մեքենաներ, իսկ տեղի բնակիչները նշում են, որ նման քաոս Մինսկում չէր տեսնվել տարիներ շարունակ։ Չնայած Լուկաշենկոյի գերատեսչությունները փորձում են կոծկել իրողությունը, պնդելով, թե ընդամենը սովորական ձեղնահարկ է այրվել, ակնհայտ է, որ Կրեմլի հրթիռային արտադրության մատակարարման շղթաները ստացան հերթական հուժկ ու հարվածը, իսկ Կրեմլի համար սա շոկային հարված է։ Այս համատեքստում հեղինակավոր Պոլիտիկո պարբերականը փաստում է, որ Ռուսաստանի ռազմական տնտեսությունն արդեն պարզապես չի դիմանում պատերազմի ծանրությանը եւ գտնվում է փլուզման եզրին։ Կրեմլի ռազմական ծախսերը այնքան են մեծացել, որ երկրորդ եռամսյակում կլանել են Ռուսաստանի ողջ պետական բյուջեի կեսը։ Իրավիճակն այնքան օրհասական է, որ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը ձախողված աուկցիոններից հետո ստիպված է եղել պաշտոնապես դադարեցնել պետական պարտատոմսերի վաճառքը, քանի որ բանկերը հրաժարվում են դրանք գնել, իսկ տոկոսադրույքները թռել են մինչև 17%։ Ռուսական խոշոր բիզնեսն արդեն բացահայտ ահազանգում է սպասվող մասսայական աշնանային դեֆոլտների մասին։ Միայն տարվա առաջին կեսին Ռուսաստանում կորպորատիվ սնանկացումների թիվն աճել է 11%-ով։ Ուկրաինական դրոնների հարվածները նավթավերամշակման գործարաններին, նավահանգիստներին եւ Վայլդբերեսի պես ռազմականացված լոգիստիկ հաբերին պարզապես վերջնական նոկաուտի են ենթարկում Կրեմլի ֆինանսական համակարգը։ Ռուսաստանը ներսից քանդվում է ավելի արագ, քան իշխանությունները հասցնում են կեղծ վիճակագրությունը։ Ռուսաստանի ռազմական եւ տնտեսական թիկունքի այս համատարած փլուզման ֆոնին Կրեմլի դաշնակիցները սկսում են բացահայտ նյարդայնանալ։ Աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Վլադիմիր Պուտինին պաշտոնապես առաջարկելով անհապաղ սառեցնել, կանգնեցնել պատերազմը Ուկրաինայում ընթացիկ ռազմաճակատի գծով։ Տոկաևը կոչ է անում կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանին։ Երևի թե Պուտինին դուր գալու համար նա հիշատակել է Ստամբուլը, ասելով, որ պետք է Ստամբուլ 2 նախաձեռնել նորացված հայեցակարգով։ Աստանայում հրաշալի հասկանում են, որ Ռուսաստանը այս պատերազմում տանուլ է տալիս իր ողջ ներուժը, իսկ արևմտյան պատժամիջոցների նոր ալիքները խեղդում են նաև հենց Ղազախստանի տնտեսությունը։ Տոկաևն ուղղակիորեն հասկացնում է Պուտինին, որ ռազմական ճանապարհով նա երբեք հաջողության չի հասնի, իսկ պատերազմի շարունակումը կբերի միայն կործանարար հետևանքների հենց Ռուսաստանի համար։ Սա եւս մեկ ապացույց է, որ նույնիսկ մերձավոր գործընկերները այլևս չեն հավատում Պուտինի հաղթանակին եւ փորձում են կանգնեցնել ռուսական կործանարար մեքենան։ Երևի թե շատ չարժի երկարացնել շաբաթ օրվա եթերը։
Այսքանով ցանկանում եմ ավարտել, շնորհակալություն, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել մեր հաղորդումը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում, մինչ նոր հանդիպում, մնացեք բարով եւ ամենագլխավորը եղեք անփորձանք։